Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, ով համարվում է Հանրապետական կուսակցության կողմից 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուն, իր 4-րդ ամենամյա ելույթում սովորականից ավելի համեստ կերպ է հանդես եկել։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Քրիստին ստիպված եղավ աշխատանքից ազատել իր աշխատակազմի 2 անդամների, որոնց սկանդալային գործողությունների շուրջ նյութեր էին հրապարակվել։ Նյու Ջերսիի նահանգապետի 2 մտերիմ խորհրդականները ենթադրաբար արհեստական խճողումներ էին ձևավորել արդեն իսկ գերհագեցած ճանապարհների վրա տարածքի դեմոկրատ քաղաքապետին քաղաքականապես վնասելու նպատակով։ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ռոսվել քաղաքի 1000-ից ավելի բնակիչներ են հավաքվել նախօրեին քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման ընթացքում վիրավորված երեխաների ծնողներին աջակցելու նպատակով։ Միջին դպրոցի 13 և 11 տարեկան պատանիները հրազենից վիրավորվել էին միևնույն դպրոցի մեկ այլ աշակերտի կողմից, ով ձերբակալվել և ուղարկվել է Նյու Մեքսիկոյի Ալբուկերկի քաղաքի հոգեբուժարան։ Ոստիկանության փոխանցման հարձակման նախօրեին 12-ամյա դպրոցականը զգուշացրել է դասարանցիներին, որ պատրաստվում է զենքով գալ դպրոց և կոչ արել, որպեսզի աշակերտները դասերին չհաճախեն հունվարի 14-ին։ Արտառոց այս դեպքի դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն փոխանցվում։ Հունվարի 17-ին կլրանա ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի 50-ամյակը։ ԱՄՆ-ի առաջին աֆրոամերիկացի նախագահի տիկինը People ամսագրին տված հարցազրույցում խոսել է իր և ամուսնու համատեղ տարիների, ինչպես նաև անկեղծացել իր անձնական և մասնագիտական կյանքի որոշ մանրամասնությունների վերաբերյալ։ Ի դեպ, կնոջ 50-ամյակը նշելու խրախճանքի կազմակերպման Բարաք Օբաման զբաղվում է անձամբ, այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Սպիտակ տանը։